Մայստրո, մենք ուզում ենք, որ դուք աշխատեք մեր ռեստորանում։ Շատ ճիշտ ընտրություն եք կատարել, ջութակը շատ գեղեցիկ գործիք է։ Նրա երաժշտությունը հոգու համար է։ Կներեք, իսկ կարող եք հաճախորդների համար նվագել։ Ոչ մի խնդիր։ Իսկ ինչ եք նվագում։ Ես նվագում եմ Վիվալդի, Չայկովսկի, Բեթհովեն, Բրամստ։ Բայց եթե շատ վճար եք, կարող եմ նաև թատրոն նվագել։ Չէ, շնորհակալ ենք։ Մենք այդքան բյուջե չունենք։ Իսկ միջև այս որտեղ եք էլ նվագել։ Ես երկար տարիներ նվագել եմ ֆիլհարմոնիայում։ Ֆիլհարմոնիա։ Իվան, այդ ի՞նչ ռեստորան է։ Ախպերները հետ են գալի նոր սենարով Համով հոտով դզած փչած կերպարներով Ծնողների ցանկությունը կատարելով Ամուսնանում են օրինական ճանապարհով Բնակվում են ախպերները նույն հասեյում Ամբողջ օրը կռվում իրար մի սենուտում Այս ամենին մի նոր պրոբլեմ է ավելանում Պապամ նոր ու ջահել, մամայա օջախ Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերությամբ Սկսում ենք սիթքոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված շիրովիվար Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերությամբ Սկսում ենք սիթքոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված Զորո։ Ասա, Վարսենիկ։ Վարսենիկը տատա։ Սել եմ իմանում եմ Նիկայը։ Ինչ ես կպած զանգում, չես հասկանում, որ բիծու հետ եմ։ Անընդհատ հարցնում ով է զանգում։ Բա դու ինչ ասեցիր։ Ասեցի, որ զանգ չի։ Ուղղակի զարթոցի չեմ դրել, որ մեր համբուրվելու ժամը հիշեն։ Ապրես, շատ լավ տակից դուրս ես եկել։ Հա, շատ։ Դա քեզ միայն թվում է։ Ոգևորվեց գնալ օղանա, որ գա համբուրվենք։ Այս ժամանակ չկա այս բիծու հետևից ընկնելու։ Դրա հետ պետք է շուտ զաքսավորվես, ամուսնական պայմանագիր կնքես, դավաճանելու վրա բռնացնես, որ ունեցվածքի կեսը դառնա մերը։ Լավ, հա։ Լավ եկա։ Յանքս, ես պատրաստ եմ, դե դու համբույրս, դուր։ Ոչ վաչապաչս։ Միջև ամուսնությունը ոչ մի համբույր։ Այ։ Յանքս, բայց ես միջև ամուսնությունը արդեն համբուրել եմ քո ճամփորդը, քիտիկը, դուճիկը, հոբի։ Խելոք, դա ոչ մի բան չի նշանակում։ Ես միամիտ աղջիկ եմ եղել, դու էլ առիթից օգտվել ես։ Ընդհանրապես, մեր հարաբերությունները շատ արագ զարգացան։ Ես ուզում եմ ամեն ինչ սկսենք զրոյից։ Աստորեն լրիվ անիմաստ լողաց է։ Միրոն, ինչ ես տեսել, դրգած աշխատի, լիքը առակումներ կան։ Միրոն դավաճանների հետ չի աշխատում։ Բաղդում, Այսինքն եմ, որ դու Միրոյի առակումները տալիս է իր հետ Սիմոնին ու ինք իրա փոքրիկ ոտքերով արագ-արագ ամբողջ քաղաքը պտտվում էր ու մտնում էր Միրոյի հաճախորդների տուն։ Վերջ։ Միրոն էլ քո հետ չի աշխատում։ Միրոն պետք է նստի, հացին քսի խավիարը ու թագավորական նախաճաշի։ Դու գոնե գիտես, որ սեփացով եւ կարակով ձկան խավիար են ուտում։ Սեբո ես զարմանում եմ, դու խոհարար չես։ Դու չգիտես, որ ձկից խավիար չես ստանում։ Իսկական խավիարը սմբուկով է։ Բարի օր, իմ սիրելի աշխատակիցներ։ Լավ, ես վերացրու։ Salut, Jérôme.
Հուսով եմ չեք մոռացել այսօր ինչ օր է։ No, ես տեղակ չեմ։ Ինչ օր անկերս։ Այդ դրա համար էլ դուք չեք այս ռեստորանի տնօրենը, այլ ես։ Եթե ես չլինեի, չէի քիշի։ Այսօր չորեքշաբթի ագժուկներ։ Ժիգո, մի րոպե։ Միրոյին բանը մասում չի հասկանում։ Լավ էլի Սեբո, լավ էլի։ Ուրեմն խաղացել ես, հետը կարգավորումներից ընկել է։ Լավ, ոչինչ, այս անգամ ներում եմ։ Սպրոս կանենք մի հատ հայրեն ծրագիր կքաշենք մեջը կհասկանա։ No, Ժիրո, Միրոյին ասում եմ առաքումները տար, չի տանում, նեղացել է։ Սեբո, դու բանակում ծառայել ես։ No, Այ որ ծառայած լինեիր, կհասկանայիր, որ կա չգրված օրենք, կամ պիտի գործի դնես, կամ այդ գործը պիտի ինքդ անես։ դու որտեղից գիտես։ Ես ծառայել եմ, Սեբաստիան։ Երևի քեզ էլ էին գործի դնում։ Սեբո ով կարան ինձ գործի դներ։ Ես առանց առիթ տալու բոլոր գործերը անում էի։ Լավ։ Կես ժամից գալու եմ ստուգեմ։ Մի մարդու նման պլացին շարված տնեք, պատշիվները ստուգելու եմ։ Ինձ խայտարակ չանեք, վրես խոսակցություն չբերեք։ Հավսար զգաս, թողնել։ Կյանքս։ Հիշում ես այսօր ինչ օր է։ Ես հիշում եմ, դու հիշում ես այսօր ինչ օր է։ Ես հիշում եմ։ Ապրես, այսօր մեր երկրորդ ծնունդն է։ Շնորհավոր։ Քոնն էլ կյանքս ուղիղ մի տարի առաջ այսօրը ջակուզի, ես, դու, փրփուր, վարդի թերթիկներ, շամպայն ու ֆեն։ Բաբա, ֆեն։ Բա մազերը թաթեր չբերեի չորացնեի։ Լավ մի խոսքով։ Կյանքս մեր երկրորդ ծնունդը շնորհավոր։ Քոնն էլ։ Ես Ես Վախ։ Կյանքս։ Միշտ երազել եմ մոբայլ ցենտրից նվեր քարտ ունենալ։ Ես էլ կյանքս մերսի շատ։ 1, 2, 3, լավ է։ Ժիրո գիտես ինչ ա եղել։ Ինչ։ Չասես սկսել ես խեցգետին սիրել։ Չէ, նոր անցնում էի Իվանենց ռեստորանի մոտով ու ջութակի մյուզիկ լսեցի։ Երևի իրանց գործերն ենքան վատ ա, որ ջութակի դպրոց ա բացել Ալվարդը։ Չէ, կյանքս։ Իրանք ջութակահար են բերել, որ ռեստորանում լայվ մյուզիկ ունենան։ Հա դե դա ավելի տրամաբանական է։ Ալվարդը ջութակ նվագել չգիտի, ինչի պիտի ջութակի դպրոց բացի։ Ժիրո, մենք պիտի մի բան մտածենք։ Դու մի մտածի, ես արդեն մտածել եմ։ Մենք կունենանք երաժշտական սպասարկու։ Այդ ո՞րն է։ Կտեսնես։ Չեմ հասկանում ես այս ռեստորանի խոհարարն եմ, առաքիչը թե Ժիրոյի դայակը։ Ամեն ինչ անում եմ, որպեսզի ռեստորանը չփակվի։ Միրո! Ասա, որ եկել ես առաքումները տանես, որ մարդ ես դարձել։ Չէ, չեմ դարձել։ Միրոն ուրիշ գործ ա գտնել։ Միրո, դու միջև մաչ ես հասկացել, որ միակ գործը, որ կարողանում ես անել, դա առաքիչն է։ Միրոն էլի առաքիչ ա, ուղղակի պաշտոնի բարձրացումով։ Հիմա մարդու առաքիչ ա։ Այսինքն Միրոն Apex Cup-ի վարորդ ա։ Իսկ Apex Cup-ը տեղյակ է։ Իհարկե, գնացվել է։ Միրո, ինչու ես այդ մարդկանց խաբել։ Ինչի եմ խաբել։ Դե խաբել ես, որ նորմալ մարդ ես։ Բայց լավի, որ արդեն մեքենայով ես։ Արի ես առաքումները տանում տար։ Չէ, Սեբո։ Միրոյի մեքենան գազով մեքենա է, ոչ թե ժամանակի, որ հետ գնա անցել ու ամեն ինչ մոռանա։ Մի փիլիսոփայ Արիստոտել։ Ինչ ես հայոյում որ։ Մի կողմ գնա։ Գնա։ Giro Ivan Giro Ivan
բարի գալուս մեր ռեստորան Նստենք հիմա մենյուն կրնան Դե կարդացեք մի բար ընտրեք մենք ձեզ արագ կերակրենք Հոլուրդ կտամուտեք սված չտակ ձեր ստավոքսին վնաս Ճիշտն ասած, ուղղակի եկել էի սուրճ խմելու։ Հա Մենք ձեր պատվերն ընդունեցի Սուրճ պատրաստելն սկսեցի Բացում ենք դուքը ու լցնում վրայից ջուր ավելացնում Խառնեք այդ սուրճը ու բերեք ինչ սուրճ է բոլորով ասեք Բու! Շնորհակալություն։ Նիկա ջան, ես շատ շնորհակալ եմ, որ չմերժեցիր ու եկար մեր առաջին ժամադրությանը։ Լավ, իսկ կպատմես ինձ մի քիչ քո նախասիրությունների մասին։ Օրինակ ես սիրում եմ գիրք կարդալ։ Օ, հրաշալի է։ Իսկ վերջին կարդացած գիրքդ ո՞րն է եղել։ Վերջին կարդացածս գիրքը եղել է մենյու։ Օ, հրաշալի ստեղծագործություն։ Իսկ կոնկրետ ո՞ր մասն ես սիրում։ Օրինակ այս գինին։ Այս գինին։ Սա։ Սա։ Այսօր շիշե 70,000։ Հա, ինչ-որ խնդիր կա։ Չէ, ընդհանրապես խնդիր չկա։ Ուղղակի Նիկա ջան, դու գիտես, որ գինին ստանալու համար ոդկով են ճզմում խաղողը։ Դու զզվող չես։ Ես դրա համար էլ ընտրել եմ հենց այս թանկանոց գինին, որ ոդկով ճզմած չլինեն։ Տրամաբանական է։ Լավ։ Գուլյաց տակ գուլյաց։ Իվան։ Հա, բաբ ջան, ինչ-որ բան ընտրեցիք։ Հա, Իվան ջան, ընտրել ենք։ Մեզ բերում ես այս գինուց։ Chateau Royal Reserve Marquise de Brune։ Միշիշ, են մեկներ իր թոքսար։ Խնդիր չկա, բաբ, բայց Chateau Royal Reserve de Marquise Brûlé, ասենք մի 70,000-ի կարգի է։ Դու փողով ես պատվիրում։ Քո փողով, Իվան, քո փողով։ Pourquoi նման ողտի օգնել հաստատ լպապա։ Այսինքն։ Ես մեծս ֆրանսերենից լրիվ։ Իվան ջան, գնամ ես գինի բեր։ Ես ու Նիկաս ուզում ենք խմենք քո կենացը։ Հատկապես քո անունով ձևակերպված նոր տան կենացը։ Գնա։ Բաբ, ես հենց հիմա գրում եմ բերեմ Chateau Royal Reserve-ի խոսքով վերում եմ, բաբ։ Են մեկը չմոռանաս դիրթող սարի։ Հա, իսկ ընդհանրապես որտեղ եք ապրում։ Բայց ասա ինչ թույն գաղափար էր երկելով մարդ սպասարկել է։ Շատ թույն է կյանքս, ուղղակի միշտ նույն երգն ես երգում, մարդիկ ձանձրանում են։ Էդ որ Իվանի մոտ անընդհատ նույն ջութակն է հնչում, մարդիկ չեն ձանձրանում։ Չէ, կյանք արի ստեղ նստենք։ Համեր ստեղ շատ սիրուն ջութակ են նվագում։ Իսկ ստեղ ինչ որ երգելով են սպասարկում։ Ասում են մի հատ բորշս պատվիրում ամբողջ բաղադրատոմսը երգում են։ Հա, ինչ վատ է։ Սկզբից բազուկն ենք մենք խաշում։ Նա։ Հլնա ինչ լավ երյակ են։ Հերս, խորթմերս, հորթ աղբերս։ Իվան, ջան։
Լրի խակա ուներեցին։ Ոչինչ, Իվան տղա։ Ես քեզ երաժշտություն ցույց կտամ։ Ջիրո, սպաս, ինչ ես մտածել։ Միրո։ 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 Միրո, չեմ հասցնում։ Համ ուտելիք պատրաստեմ, համ առաքեմ։ Վերիպյաց օգնի։ Չէ, Միրոն ավելի կարևոր գործով է զբաղված։ Լսի հետը։ Դու տաքսի չեր քշում, ինչ ես վերեկել ռեստորանում։ Միրոն հասել է նրան, որ կարա չքշի, բայց փող աշխատի։ Էլի մի ապուշ բան հորինել ես, հա։ Կարող է Տեսլա ես վերցրել ու ավտոպիլոտով քշում է։ Իդիոտ։ Դու չգիտես, որ Հայաստանում ավտոպիլոտը չի աշխատում։ Չէ, Սեբո։ Միրոն վարորդներ է բերում Apex, ու վարորդների աշխատածի մի տոկոսը գալիս է Միրոյին։ Ստացվում է, որ Միրոն չի քշում, բայց միաժամանակ մի քանի տաքսի է քշում։ Լսի, ասում կարող խոհարարության մեկի առաքման գործը թարգես, գաս տաքսի քշես։ No, merci։ Ես ձեր շատ գործ ունեմ անելու։ Դե, վազի։ Տեսար ինչ արեցի, մանե։ Դե դուրի ստորի ռեակցիա ես կյանքս։ Այ հիմա թող Իվանի քիթը քսվի գետնին։ Ջիրո, բայց չես վախենում, որ Իվան ինչ-որ ձև կպատասխանի։ Իվան իսկի փողոցում ժամ հարցնել չի կարա պատասխան, որ մնաց ինձ պատասխան տա։ Մտեք։ Hello! This is Zero Restaurant, Zero Restaurant. Մենք listen ենք about the restaurant. Եվ ուզում ենք երկել ստեղ Zero Restaurant. Yeah! Restaurant. Հələ մի րոպե։ Ես աչքես իմացա դուք ովքեր եք։ Դուք Bonnie-M խումբը չեք։ Կյանքս, բայց Bonnie-M-ը 4 հոգով չէր։ Այդ 60 տարի առաջ էր 4 հոգով։ Գողերի որ այս երկուսն էլ մնացել են։ Համելտես մարդիկ իրանց ոդկով եկել հասել են Zero ռեստորան։ Ոչ թե այն Իվանի խինկալնոցի պես։ Մեզ առաջարկել կամ երկել Հրազդան մարզադաշտ կամ Zero Restaurant, բայց երբ մենք իմացանք, որ այնտեղ երկրի Erkatri Dumikana, մենք որոշեցինք գանք Zero Restaurant. Sonic, what's your move to? I love you. Լավ, վերջ։ Շատ էլ ճիշտ եք արել, անցեք գործի, գործը խեղդում ա, շուտ արեք։ Sonic, what's your move to? I love you. Thank you. Միրո! Հերիք չի առանց հարցնելու, ռեստորանից մթերք վերցնես։ Այնքան ես խավիար ուտելու, վերջը դառնաս Բադրջան։ Չնայած դդումը ոնց կրա դառնա Բադրջան։ Միրո, ինչ եղել։ Միրոն դեպրեսիայի մեջ է։ Այդ արդեն հասկացա։ Միրոն միայն դեպրեսիայի մեջ կարող էր դեպրեսիա բառն ասել։ Իսկ կոնկրետ ինչ եղել։ Դե Միրոն մեքենայով հաճախորդ էր տանում։ Հաճախորդը ասեց, որ մտնեմ բակ։ Բակի դիմաց է շլանգբաուն կար։ Միրոն, որ միշտ մոպետով առաքումներն արել, շլանգբաունի տակով անցել է։ Պարզ է։ Միրոն փորձել է մեքենայով շլագբաունի տակով անցնել, բայց ենթադրում եմ, որ չի անցել։
Չէ, Միրոն անցել է, մեքենան չի անցել։ Նենց որ Միրոն նորից առաքիչ է։ No, Միրոն էլ առաքիչ չէ։ Միրոն գործասուրկ է։ Խնդրում եմ էլի Սեբաստիան ջան, առաքումներ տու էլի Միրոյին։ Միրոն առանց առաքումների, ոնց որ կենտրոնն առանց խցանումների, ոնց որ հրապարակն առանց պարսիկների, ոնց որ Ռուսաստան առանց սանկցիաների։ Հասկացա Միրոն։ Ես քեզ կտամ առաքումներ։ Բայց եթե մեկ անգամ ես քեզ սենց սպահել, շտապօգնության մեքենան քեզ ուղիղ կառակի հիվանդանոց։ Այն էլ բազմաթիվ կոտրվածքներով։ Ուշադրություն, խոսում է Շիրոն, ելույթ կունենա Բոնի Էմը, տապերով, չհասկացա։ Hi, how are you? Hi. Yeah, John. Yeah. Thank you, sir. Hi. Ռեստորան քաղաքի կենտրոնում լավնա բայց ունի նախնդիր խոհանոցում կեղտոտաշատ ճանճեր են թռնում կարող է գտնել նրա զերապսեյում շարժված է իրոյում Thank you. Չհասկացա, ես ինչ եք անում։ Շատ ճիշտ էր անում, որ ձեզ ոչ միտեղ չեն կանչում։ Երևի սենց եք արել, դրա համար էլ բոլոր դալիչներից ձեզ հրատ են արել։ Շիրո, ես հասկացա, ես Բոնի Էմը չի։ Շիրո, այդ քեզ թվում էր կարաս իմ հաճախորդներին լարես ու աշխատես ես փողոցում։ Այսքան ժամանակ ոչ մի բան չեն կարել, բայց հեսա նայեք ձեզ ինչ օրն են գցելու։ Let's get loud, let's get loud. Hear the music from the PS5, but let's get loud. Հագիստ։ Ժիրոյի վան Նիկա ջան, կյանքս, արևս, լուսինս, աստղս, գիսաստղս, բոլորակս, ծիր կաթինս, մեծ արջս, փոքր արջս, շերեփս, սևանցքս, Վայ! Չես աստղագիտության գիրքը բացել եմ այջից բարեր ասում։ Նիկա ջան, կարող է բացատրես, թե ինչի է մեր հարաբերությունները սենց վատացել, ինչ սենց կտրուկ փոխվեց, հա? Ինչն եմ սխալ արել։ Բացատրեմ վաչաբութս։ Բացատրի։ Մենք արդեն 2 ամիս է միասին ենք։ Ու ես որպես պարկեշտ աղջիկ պիտի մտածեմ իմ հեղինակության մասին։ Ինչ են մարդիկ մտածում, երբ միասին մեզ տեսնում են։ Մտածում են, երանի ես բիձում։ Ոչ։ Մտածում եմ, որ մենք սիրեկաններ ենք։ Իսկ ես դա չեմ ուզում։ Ես ուզում եմ դառնամ քո կինը։ Իմ կինը։ Այո։ Ու մինչև դու ինձ պաշտոնապես առաջարկություն չանես ամուսնության, մեր մեջ ոչ մի բան տեղի չի լինի։ Նույնիսկ Առավել ևս։